Թույլ տվեք բռնության մասին հարցնեմ։ Դուք էլ եք շատ ասել ու բոլորը գիտեն, որ դուք սիրում եք բռնության տեսարաններ։ Ինչու եք դուք սիրում նկարել դաժան ֆիլմեր։ Իմ ֆիլմում կա երկու տեսակի դաժանություն։ Մեկը դա դաժանությունն է այդ օրերի սևերի նկատմամբ ստրկատերերի կողմից, իմ կինոն ցույց է տալիս դա։ Ու մյուսը դա այն էպիկ դաժանությունն է, երբ որ Ջանգոն արյուն է թափում արյան դիմաց։ Իսկ արդյոք կարծում եք, որ մարդիկ, ովքեր սիրում են այդ դաժանությունը, այն մարդիկ, ովքեր կյանքում հակված չեն բռնության, խաղաղասեր մարդիկ են կյանքում, դա օքեյ է, որ իրանք գալիս են կինոթատրոն ու հաճույք են ստանում։ Հա, որովհետև այդ կինո է, իրական չի։ Դա ֆանտազիա է, ասենք դու նայում ես կինո Քունգ ֆուի մասին ու ինչ-որ տղա կռվում է 100 հոգու դեմ, չոր ռեստորանում բոլորին սպանում է, հետաքրքիր է, նայվում է։ Բայց ինչի եք դուք վստահ, որ չկա կապ կինոյի դաժանության ու իրական կյանքում դաժանության մեջ։ Դուք հարցնում եք ինչի եմ ես վստահ, ես չեմ բացատրելու ինչի եմ վստահ, մի տվեք ինձ տենց հարցեր, ես հրաժարվում եմ ձեր հարցից։ Ինչի՞։ Որովհետև չեմ ուզում պատասխանել։ Լավ, ես սովակի ուզում եմ իմանալ։ Ջեյմի Ֆոքսը ասել է, մենք չենք կարող աչք փակել բռնության։ Կարող խոսալ Ջեյմի Ֆոքսի հետ։ Մեծ հաճույքով, բայց ես հիմա ձեր հետ եմ խոսում։ Դուք ունեք տարբեր կարծիքներ, ես ուզում եմ ձերը իմանալ։ Իսկ հիմա ես արդեն ասել եմ դրա մասին, ինչ որ ուզում եմ ասել։ Եթե ինչ որ մեկը ուզում է ավելի մանրամասն լսի, կարա Google-ի ունայն վերջին 20 տարվա գործունեությունը 1000 անգամ խոսել եմ արդեն։ Ես իմ կարծիքը ոչ մի գրամ չեմ փոխել այս ընթացքում։ Նույն բանն եմ ասել։ Բայց դուք չմանրամասնեցիք, թե ինչի դա իմ գործը չի մանրամասնել։ Չէ, դա իմ գործն է, իմ գործն է ստիպել։ Ես փակում եմ քո բերանը։ Չէ, իմ գործն է ուղղակի փորձել քննարկել ինչ-որ լուրջ թեմաներ։ Ես պատրաստ եմ քո հետ քննարկել լիքը լուրջ թեմաներ, բայց ոչ այն թեմաները, որոնց մասին արդեն 1000 անգամ խոսել եմ։ Բայց բռնությունը ձեր ֆիլմերի անբաժան մասն է, ու դա դուր է գալիս շատ մարդկանց։ Դրա համար ես խոսում եմ այդ մասին, ու դուք էլ գիտեք, որ դա շատ նուրբ թեմա է, բայց դուք արդեն գիտեք իմ կարծիքը դրա մասին։ Բայց դուք որպես ռեժիսոր ինչ-որ պատասխանատվություն եք կրում, որ բացատրություն տաք։ Չէ, ես ոչ մի պատասխանատվություն չեմ կրում քեզ բացատրություն տալու։ Թե չեմ ասում ինձ, ձեր հանդիսատեսին, ես դրա մասին խոսել եմ վերջի 20 տարում արդեն միլիոն անգամ, ու չեմ ուզում կրկնեմ նորից ու նորից հատուկ ձեզ համար, ձեր ռեյտինգների համար։ Չէ, ռեյտինգների մասին չի խոսքը։ Չէ, հենց դրա մասին է խոսքը։ Դուք ուզում եք, որ ես դա նորից կրկնեմ հիմա ու հենց ստեղ, հենց այս հաղորդման, բայց իմ գործն է ձեզ հարցնել, իսկ ես ասում եմ չէ։ Ու փակում եմ քո բերանը։ Շատ լավ, դա ձեր իրավունքն է։ Թույլ տվեք ուրիշ բան հարցնել։ Վերջերս Playboy-ի հետ ինտերվյուում ասել եք, որ կինոռեժիսորները տարիքի հետ ավելի լավը չեն դառնում, հակառակը։ Դուք էլ եք գնալով ավելի վատ է դառնում։ Ինձ թվում է ես դեռ այն հարմար էտապում եմ, շատ ծեր չեմ։ Հույս ունեմ տենց է։ Իսկ դուք ինչ եք մտածում։ Ես շատ եմ սիրում ձեր ֆիլմերը, չեք հավատա, բայց շատ եմ սիրում։